Տղաներ հիշում եք, չէ՞ այսօր ինչ պիտի անենք։ Ոչ մի կերպ։ Ինչ պիտի անենք։ Անուշ չես պատմել տղաներին։ Պատմել եմ։ Երևի մոռացել են։ Կամ էլ ես եմ մոռացել պատմել։ Իսկ բացի Անուշից ուրիշ լավ հիշողություն ունեցող մարդ չկա, որ կարա պատմի։ Ուրեմն Մեգին ամեն տարի ուսումնական տարին ավարտելու կապակցությամբ խնջույք է կազմակերպում։ Շատ լավ միտք է։ Մենք էլ ուվալատ լինելուց կապձորգում նշել ենք։ Ուղղակի ճիշտն ասած ես այնքան էլ չեմ սիրում մասնակցել այդ խնջույքներին։ Հա։ Լավ, երևի ես էլ չմասնակցեմ։ Չնայած այս տարի որոշել եմ, որ կմասնակցեմ։ Հա։ Լավ, երևի ես էլ մասնակցեմ։ Շատ լավ է։ Դե գիտեք ինչ անենք։ Ով ինչքան գումար ունի, հանենք դնենք սեղանին։ Տեսնենք ինչքան գումար է հավաքվում ու որ ակումբ ենք գնալու։ Երեխեք շատ վատ է։ Դե 28000 դրամով հազիվ մանկական սրճարան գնանք։ Մեգի, բայց ինչ ես այդպես ասում, մենք կարող ենք պիցա պատվիրել, նագետ, ֆրի, բնական յուտի վերջո։ Աննա, մենք ուսանողներով փարթի ենք գնում, ոչ թե դպրոցականներով դասընկերոջ ծնունդի մանկական սրճարանում։ Լավ, ուրեմն այդ դեպքում եկեք առևտուր անենք ու տանը նշենք։ Դավ, ես գիտեի դու կասես հեսա պապայից մի 500,000 կվերցնեմ, որ գնանք նշենք։ Լավ, երեխեք։ Տանը նշելը իրականում շատ լավ միտք է, բայց վտանգավոր։ Էն էլ վտանգը։ Էս էլի արևածագը դիմավորել եք, հա? Ինչ եք այս ժամին հավաքվել։ Քանի անգամ եմ ասել, այս ժամին հյուրասենյակում մարդ չլինի։ Սիրիալից կրկնության ժամն է։ Եթե ձեր պատճառով Հենրին Անգելինային չփախցրեց, ձեռիցս չեք պրծնի։ Տիկի Սվետա, բայց երեք մենք ձեր անեծքներից հասկացանք, որ դեռ չի փախցրել։ Աննա, որ դու չասեիր հիմա անիծել էի, գիտես։ Երեք չփախցրեց, այսօր կարողա փախցնի, չէ։ Տիկի Սվետա, այդ ովքեր են նկարում։ Աբուլիկի ալբոմն է։ Չէ, Անուշ։ Այս նախկին բնակիչներն են։ Ոսկի երեխեք էին, ոսկի, ոչ թե ձեր նման։ Ինչ ասում էի հնազանդվում էին։ Մեկը չէր հակառակվում։ Մանավանդ այս մեկը, Ենոքյան Գևորս, ռեժիսորա դարձել, Հոլիվուդ ա գնացել, դիլիվերի անում։ Տիկին Սվետա, կարանք ասենք իմ մասին գեղարվեստական ֆիլմ նկարի, իմ անցած կարիերայի և նվաճումների մասին։ Անուշ, կարճամետրաժ ֆիլմ ես ուզում։ Լավ, այս խոսակցությունները վերջացրեք։ Մի րոպեից տեղ մարդ չտեսնեմ ու ձեն չլսեմ։ Երեխեք չի լինի, հաստատ տիկին Սվետան չի թողնի, որ մենք տանը խնջույք անենք։ Դե եթե չի ստասվում արջագատման ժամանակ թշնամուն հաղթել, ուրեմն պետքա թիկունքից հարվածել։ Գնամ տիկին Սվետայի գլխին բաժակով խփեմ։ Հաստատ միջև առավոտ ուշքը կգնա։ Չէ, Անուշ, ուղղակի պետքա աբոյին համոզել, աբոն էլ կհամոզի Սվետային։ Հա, բայց ով կարա աբոյին համոզի։ Բնակվում են խառը մի քանի հոգով Շատ տարբեր են չի ոսում ջները նույն արվով Կյանքը քնություն է թե հանցնես կես հալալա Չմնաս ես տանը լիքվիտ մամայի բալա Դրսում թե տանը մամայի բալա Դատար գրպանը մամայի բալան Սիրահարվում է մամայի համար Մեգս կյանքում չէի պատկերացնի, որ ես բառերը քեզ կասեմ։ Կանչել ես։ Հա, աբու, հետդ կարևոր բան ունեմ խոսալու։
Գիտեմ ինչ կա խոսալու։ Ես արդեն ամեն ինչ որոշել եմ։ Ուրեմն մեր կողմից կգան Արմինե Հորքուրենք իրանց ընտանիքով, Հակոբ Քերրիենք իրանց ընտանիքով ու Կարինկա Մորքուրը իր աղջկա հետ։ Ուղղակի իր ամուսինը ստեղ չի կարա գա էլի, նեղանալ բան չլինի։ Աբո ինչ ես խոսում։ Ոնց։ Դու չասեցիր խոսալու բան կա։ Մեր հարսանիքի հյուրերն եմ ասում։ Ուղղակի մաման որ որոշել էր մեր հարսանիքը, Աննայով էր էլի պատկերացրել։ Կարողա չուզի ձեր կողմից հյուրեր լինեն։ Աբո, ինչ հարսանիքի մասին է խոսքը։ Ես քեզ ուզում եմ ասեմ, մամայիդ հետ երեկոյան միտեղ գնա, երեխեքով հավաքվելու ենք նստենք։ Հիա։ Հավաքվեք, խմեք, մմեք, տակ տունը ջարդու փշուր անեք, հարևանները բողոքեն, ոստիկանները գան սաղիթ փագեն, մամայիս էլ նկատողություն անեն։ Աբո, քեզ ով տենց բան ասեց։ Մաման, ինքը միշտ տես բաներ ասում ձեր մասին։ Աբո, մենք ուզում ենք երեխեքով հավաքվենք, նշենք, երաժշտություն միացնենք, պարենք, ու չենք ուզում, որ այդ ամենը մամա տեսնի, ճնշումը բարձրանա, վատանա, շտապօգնություն կանչենք, բժիշկները չհասցնեն մամայիդ փրկեն։ Դե հա ես էլ տես չեմ ուզում։ Դե որ չես ուզում, մամայիդ հետ երեկոյան կգնաս զբոսնելու։ Պրոբլեմ չկա, բայց մի պայմանով։ Չէ, երկու։ Ես մամային կուղարկեմ ինչ որտեղ, բայց իրիկունը ես էլ պիտի ձեր հետ մասնակցեմ։ Ու երկրորդ պայմանը, որ իրիկունը ես ու դու իրար հետ տանգո պարենք, քիփ։ Աբուլիկ, այդ երկրորդ պայմանը հեչ սրտովս չի։ Բայց եթե դու անես այն ինչ որ ասեցի, մի անգամ կպարեմ։ Ժորիկզա! Ինչ ես գոռում այ պլասկագուպցի։ Դե ժորիկզես նաոշնիկները դրել ես, ես գիտեմ երգ ես լսում։ Իսկ թված մամայի սիրած այդ միլիոն վարդերն ես լսում Պուգաչովայի։ Չէ, ուղղակի դրել եմ ականջներից, որովհետև այդ ուսանողները դասամիջոցին այնքան բարձր են խոսում, որ ականջներս խլանում է։ Ասա թե նա միջա պետք։ Ժորիկզա, Հա, պետքա որ դու գնաս կինոթատրոն։ նոր զիտագիտա ֆիլմն է բերի։ Չէ, մամայի սիրած կինոն է, երկու հատ տոմս եմ արել, որ միասին գնաք նայեք։ Հա, գոնե ֆայմել ես, որ վերջի շարքում տոմս վերցնես։ Հա, բավական ժորիկզա, քոնը վերջի շարքա, մամային է առաջի։ Դե պրոստը մաման չի սիրում էլի, որ ինքը կինոյա նայում, կողքից խոսացնում են բանանում, ստիպված առաջի շարքի սաղ տոմսերը արել են։ Լավ, դու այստեղ, ես ինքս կտեղափոխվեմ։ Լավ կֆռակ, ժորիկզա։ Լավնաս գեստը ժորիկ։ Ոնց որ ֆանտաստիկա լինես, լսի։ Այդ բանեն են ֆիրմա ինդիկատոր ատվորքի նման։ Պալպալում ես։ Ես ինչ ես նեղություն քաշել ժորիկ ջան, բա թանկ չի։ Թանկ չի, վտանգավոր է։ Այդ ձեր հարևանի այգուց եմ փոքել։ Որ չես ասում, դու խայտարակ չես ումա։ Բայց հաճելի է, էլի։ Դե արի գնանք չուշանանք։ Չի ուր գնանք, ես սպասի գնամ կաթսա վերցնեմ, գազի բալոն վերցնեմ, եգիպտացորեն աղ բիբարձետ։ Ինչի համար։ Բայ, ոնց թե ինչի համար, որ պոպկորն սարքեմ։ Դու այդ կինոթատրոններում պոպկորնի գները տեսել ես։ Պետք չի, ես հյուրասիրում եմ քեզ։ Էդ ինչ ես անելու այդ տղա։ Այդ պոպկորնն էլ ես հարևաններից պոկելու ծաղիկի նման։ Աշխատավարձ եմ ստացել։ Դե մի պոպկորն հոծաղիկ չի, որ ափսոսամ։ Դուրը բացի այ մարդ։ Մեկի ջան հույրասիրում եմ։ Աբո մի հատ ինձ եք հյուրասիրես, բայց թեյավճար։ Ինչ։ Չեմ լսում։ Երաժշտությունը շատ բարձր է, ապետ։ Ասում կարող է արդեն ժամանակն է մեկս։
Հա, բո, ճիշտ ես։ Ժամանակն է, որ գնաս մի քիչ էլ ուրիշի կողքերը պարես։ Չէ, բա խոստացած եմ։ Մոռացել ես, որ իր այդ պետք է տանգո պարենք, պրիտոմ շատ քիպ։ Հեյ, մի հատ երաժշտություն անջատի։ Ուշադրություն։ Հենց հիմա մեկիս իմ հետ պարում է շատ ռոմանտիկ տանգո։ Միացրա մուզիկան։ Բարեք։ Դե թե ուզում ես, հա։ Սվետկներես, արի գնանք շարունակենք, կինոն կիսատ մնաց։ Ժորիկ, ես քո հետ ոչ մի տեղ էլ չեմ գնա։ Այդ որ իրար հետ կինո ենք գնացել, դա դեռ չի նշանակում, որ կարաս քեզ թույլ տաս ինձ համբուրես։ Սվետյան, որ կինոյում համբույրի տեսարան էր, ես էլ ասի հետ չմնանք էլի։ Դու մոռանում ես, որ ես ամուսնացած կին եմ, հա։ Ես միայն իմ ամուսնու հետ կարամ համբուրվեմ։ Դու որ դրան ամուսին ես ասում, ֆազն ու նոլը խառնումը մայրա ու ներծած կարոտք է տալիս։ Բաժանվի ամուսնանանք, այն ժամանակ կհասկանաս, թե իսկական ամուսինը ով է։ Գիտես ոնց եմ ներվայնանում քո վրա։ Առանց դա ջղայնացած եմ։ Գնաս տեղից, լկտի։ Չէ, շուտա, հələ։ Դու խոսք ես տվել, որ մի հատ պար մինչև վերջ պարելու ես։ Ես էլ 15 րոպե անց տանգո եմ դրել։ Մամաս մեզ չի խանգարի։ Ապուլիկ! Ինչ ես անում ի։ Այս ինչ է կատարվում։ Ուրեմն ձեզ 2 րոպե ժամանակ։ Հավաքում եք ձեր իրերը ու ռապներդ քաշում եք իմ տնից։ Արագացրեք! Մամ ջան, կներես։ Մամ, բայց դու ուղղակի ջղայնացած էր դրա համար ասեցիր, չէ՞ որ գնան կատակեր չի անում, մամ։ Օբուլիկ տղա։ Իմ ասածը ոչ թե խնդրանք է, առաջարկ կամ պահանջ, իմ ասածը օրենք է, որին պետք է անվերապահորեն ենթարկվել։ Իսկ քո հետ աբո տղա, ես հետո կխոսեմ։ Բայց ես ինչ եմ արել, մամ։ Հիմար, գոնե Աննայի հետ պարեիր։ Նրան կթողնեի մնացածին ռատ կանեի։ Մեգս։ Արա դա։ Աննա ջան, ժողովուրդ։
Ամբուլիկ, մամայի բալակո սիրած սուրճն եմ բերել։ Ամբուլիկ, դե լավ էլի, սենց ոնց կլինի, մամայիդ հետ քանի օրա չես խոսում։ Ամբուլ ջան, այսօր մեր տուն նոր մարդիկ են գալու։ Բալես կծանոթանաս հետները, կարող Աննայի նման մի խելոք աղջիկ լինի մեջները մեր տուն հարս բերենք։ Ուրախացան, որ մեր տուն մարդիկ են գալու։ Երեխեք ինչ լավա չէ, հանդիպեցինք, շփվեցինք, կարոտները սառան։ Ես իրոք ձեզ շատ էի կարոտել։ Հա, ես էլ ձեզ շատ էի կարոտել։ Դե Աննա ջան, ասա, ո՞նց ես, որտեղ ես ապրում, դասերդ ո՞նց են։ Հա, զգացվում է, որ դու մեզ շատ ես կարոտել։ Աննա ջան, մեր փոխարեն պատասխանի։ Դե, ես գնում եմ Արմավիր, տնից գալիս եմ այստեղ, հետո նորից գնում եմ հետ Արմավիր, հետպես դուք որտեղ եք ապրում։ Ես իմ ծառայից ընկերներից մեկի տանն եմ ապրում, ժամանակավոր։ Դե ես էլ Կարինայի ու Էլիզայի հետ եմ ապրում, բայց տենց հավես չի։ Ձեզ եմ կարոտում։ Ես հեռու չեմ գնացել։ Մարզիչից խնդրել եմ մարզադահլիճում թողումը մնամ։ Հիմա ավելի շատ եմ կենտրոնացել պարապմունքներից վրա։ Դե, այնպես չի, որ այն ժամանակ ուրիշ բանի վրա իր կենտրոնացած Անուշ։ Դու ասա, Դավիթ, ո՞նց ես ապրում ձեր պալատներում։ Հյուրասենյակի մեջտեղի շատրվանը չի խանգարում։ Դե ես տենց եմ պատկերացնում հարուստների տները։ Չէ, Անուշ, շատրվան չունենք, բայց դրա փոխարեն պապան մետրո է կառուցել տանը։ Անուշ ջան, մտածում ես Դավոն խաբում է քեզ, որ տանը մետրո կա։ Չէ, ուղղակի ուզում եմ հիշեմ մետրոյի որ կայարանն է ձերը։ Սասունցի Դավիթ։ Չէ, Անուշ, այս նոր կայարանա, Աջափնյակ։ Խնդրեմ ձեր պաղպաղակները։ Ստեղա ծերիկ չեն։ Այցեք։ Բա մեր սուրճը ուրա։ Մենք սուրճեր ենք պատվիրել։ Անուշ ջան, սա նոր սուրճային պաղպաղակ է, ոգեշնչած ֆրանսիական հանրահայտ գլասե սուրճից։ Այն պատրաստված է 100% պլոմբերից, զովացնում եւ թարմեցնում է ինչպես սուրճը։ Բան չհասկացա։ Անուշ, Էրիկն ուզում է ասի, որ մեզ սուրճ պետք չի։ Իսկ դու գիտեք, որ տիկին Սվետան տանը նոր բնակիչներ է բերել։ Դու ինչ գիտես։ Դե ես կուրսայինիս համար նոր լրտեսական համակարգ էի փորձարկում ու երբ որ տիկին Սվետայի տանն էինք ապրում, ես այն միացրած էի թողել։ Ու պարզվում է, որ այս սարքը ձայնագրել է տիկին Սվետայի ու Ժորիկի ամբողջ խոսակցությունը։ Դե կարելի է ասել գաղտնը լսել է իրանց բանակցությունները։ Դու լրիվ ռասվեցիկ ես։ Կուրսում մի հատ տղա կար ու ինքը ընկել է բոլորի զերը կրակը, որովհետև Չհասկացա։ Այս սենյակի լու։ Ես արդեն դուրս գալիս է։ Այս հացը որ կերել եք ամանները։ Տիկին Սվետա, մենք ձեր ասած կանոնները հիշում ենք, ափսեները պետք է անպայման լվանալ։ Մենք արդեն մաքրության գրաֆիկ ենք կազմել, ափսեները ես արդեն լվացել եմ։ Ես էլ հատակն եմ սրբել։ Ես էլ փոշիներն եմ մաքրել։ Ես էլ պահարանի դուռն եմ սարքել, որ ճռռում էր։ Բայց ժամին նայել եք։ Բարիշե ձեզ տիկին Սվետա, արդեն ժամը 9:57 է, մենք գնանք պարկենք, որ ձեր ասած ժամը 10-ին արդեն քնած լինենք։ Բարի գիշեր։ Ամուլի, մամայի բալա ինչի չես խոսում հետս։ Տեսնում ես այս ինչ նոր բնակիչներ են եկել։ Մեկը մեկի ծանող դնող է, փող տա փող։ Ամեն ինչ անում են, տեղ չեն թողնում, որ կեղտ բռնեմ խոսամ սիրտս հանգստանա։ Ամուլի։ Սերու կարո քեզ եմ ես տալիս անմնացորդ դու դարձել ես ինձ համար սերու կարո Մամայի բալա
ես անում։ Այդ աղջիկներին ես նայում։ Տիկին Սվետա, բայց ես Ինչը բայց դու։ Ոչ մի բայց վեճերը թավակի ու ռադաղ իմ տնից։ Սրան, հիմո։ Յա, Պետրոս, ես ինչ առիթ է։ Կարող է իմ օրենքը խախտող ապրանք ես ներմուծել։ Չէ, տիկին Սվետա, թոշակ եմ ստացել։ Գնացել եմ խանութից լիքը ուտելիք եմ գնել։ Դելը ցուցադրի տեսնենք այդ ինչ ես բերել։ Այս լավ է, բա ուրիշ։ Այս ինչ է այդ տղա։ Բացպես հակաօրինական ոչ մի բան չեմ բերել։ Տիկին Սվետա, անկեղծ եմ ասում ես։ Ես սրանն նայ, որ ուզում է արդարանա։ Ոչ մի բայց։ Իրերը թավակի ու ռադդ քաշի իմ տնից, արագացրու։ Ես սրած դայեմ։ Բերեք մեկ այսօր երկու։ Ես ինչ է ստան վիճակայ վայրենիներ։ Տիկին Սվետա, բայց մենք 5 րոպե ադա չենք մաքրություն արել։ Սենց եք մաքրել, հա։ Սենց եք մաքրել։ Ոնց որ Սովետաշենի աղբանոց ես սուրբ օջախ տեղափոխածելն են։ Հենց հիմա երեքդ էլ բարձրանում եք վերև ձեր վեշերը հավաքում եք ու ռատներդ քաշում եք իմ տնից։ Ոյ ես ինչ է։ Մամայի բալա Հա, բժիշկ ջան, ինչ ասում։ Տեսեք, շատ ճիշտ եք արել, որ հիմա եք դիմել ինձ։ Մի քանի օր էլ ուշացնեի, կարող էր ուշ լինել։ Այս կամուրջները պատնեշի պես են բարձրանում, ախ, կամուրջներ կապող սրտերը, ինչու բաժանում։ Գիտեք ինչից հասկացա, երբ որ իրա սիրած հեռախոսը նվիրեցի ու էլի հետս չխոսած հասկացա, որ բանը բանից անցել է։ Բացվող կամուրջի մոտ, կոդ եմ բացվող կամուրջի մոտ։ Տեսեք, Ալբերտի մոտ նկատվում է սեպարացիոն տագնապ։ Սա այն վիճակն է, երբ մարդ տառապում է սիրելի անձնավորությունից կամ միջավայրից բաժանվելու պատճառով։ Այն բնորոշվում է որպես կպչուն վախ կամ շատ մեծ հուզական դիսկոմֆորտ, երբ կապվածության օբյեկտը հասանելի չէ։ Ոյ, բժիշկ ինչ ես ձեռագիտ նման բարդ խոսում, մարդավարի ասա բան հասկանանք էլի։ Պարզ ասած, աբոյի մոտ կարոդացավ է։ Վայ քորացայից։ Նա անընդհատ կրկնում է Մեգի Անուշ, Մեգի Աննա, Մեգի Դավիթ, Մեգի Գոր, ովքեր են այդ մարդիկ, իրենց է կարողում։ Հասկացա։ Մամայի բալա Աբուլիկ, մամայի բալա չես ուզում մեր նոր բնակիչների հետ ծանոթանաս։ Աբուլիկ ջան, այ Աբուլիկ ծանոթացի էլի։ Ասում եմ ծանոթացի Աբուլիկ։ Երեխեք, ոնց էի կարոտել ձեզ, մանավանդ քեզ մեկս։ Մենք էլ քեզ էինք շատ կարոտել աբոջան, բայց ամենակիչը ես։ Դե արագացրեք տեղավորվեք։ Կարծում եմ իմ տան օրենքներին ծանոթացնելու կարիք չկա, չէ՞։ Ոյ չէ, տիկին Սվետա, մենք իդեալական թիրապետում ենք բոլոր օրենքներին։ Լավ է, լավ։ Ապրես մամ ջան, դու աշխարհի ամենալավ քամբեք անող մաման ես։ Ապո, բայց ոնց ստացվեց, որ մամատ մեզ նորից գտավ ու հրավիրեց ձեր տուն։ Պարզ չի, հաստատ կարոտել էր մեզ տիկին Սվետան։ Անուշ, մենք գիտենք, որ դու շատ ուժեղ ես, բայց ոչ տրամաբանությունից, ավելավա թող Աբուն ասի։ Երեխեք, դե այս մեր նախորդ բնակիչները շատ գերազանցիկ էին։ Մամայի բոլոր ասածները օրենքի տարին համապատասխան անում էին։ Մի հատ սխալ դուր չէին տալիս։
Ալբերտ, միայն չասես, թե կիրառել ես Բիսմարկի մարտավարությունը, ով խմբակրեց իրականությունը ստեղծելով արհեստական սկանդալ, որպեսզի բարդի իդեալական նորեկների վրա, եւ տիկին Սվետան էլ ստիպված լինի դիմել մեզ, որպեսզի հետ գանք որպես միակ փրկություն։ Ոնց հասկացանք, ոչ մի բան չհասկացանք։ Դրա համար եկեք ես նորմալ բացատրեմ ոնց հայել։ Ուրեմն Հակոբ, ճիշտ եմ հասկացել, որ սիրածը աղջիկն է ներսը լողանում։ Դե հա։ Դες նկարը բարձրացրա, տակը քեզ անակնկալ է սպասվում։ Բարելի։ Ինքն է լողանում։ Դες լայվ խակը մենակ քեզ եմ ասում, բարի դիտում։ Էդ ինչ ես անում։ Այդ աղջիկներին ես նայում։ Տիկին Սվետա, բայց ես Ինչը բայց դու։ Ոչ մի բայց վեշերը թավակի ու ռադաղ իմ տնից։ Սրան։ Հիմոն։ Պետրոս, ես ինչ առիթա։ Կարող է իմ օրենքը խախտող ապրանք ես ներմուծել։ Չէ, տիկին Սվետա, թոշակ եմ ստացել։ Գնացել եմ խանութից լիքը ուտելիք եմ գնել։ Դելը ցուցադրի տեսնենք էդ ինչ ես բերել։ Այս լավ է։ Բա ուրիշ։ Այս ինչ է այդ տղա։ Բացպես հակաօրինական ոչ մի բան չեմ բերել։ Տիկին Սվետա, անկեղծ եմ ասում ես։ Սրանն նայ, որ ուզում է արդարանա։ Ոչ մի բայց։ Իրերը թավակի ու ռադդ քաշի իմ տնից, արագացրու։ Դու ստացած դա է։ Բերեք մեկ այսօր երկու։ Տիկին Սվետա, բայց մենք 5 րոպե առաջ էինք մաքրություն արել։ Սենց եք մաքրել, հա։ Սենց եք մաքրել։ Ոնց որ Սովետաշենի աղբանոց ես սուրբ օջախ տեղափոխածելն Հենց հիմա երեքդ էլ բարձրանում եք վերև ձեր վեշերը հավաքում եք ու ռատներդ քաշում եք իմ տնից։ Ոյ, ես ինչ է։ Она танцует под шаде, танцует прямо на мне, танцует прямо во тьме. Ու տենց։ Այո, պրեսա, ոյսի չլով բան պատմեցիր։ Արի մի հատ գրկեմ։ Ուզում ես այս պատմությունը մի հատ էլ պատմեմ։ Չի համար։ Պարզ չի ինչի համար, որ մի հատ էլ գրկես։ Դե դու ուզում ես պատմել։ Ոնց որ ասում են, կրկնությունը գիտության Սվետան է։ Մայրը էլի։ Անուշ, դու գիտես որտեղից է առաջացել կրկնությունը գիտության մայրն է ասացվածքը։ Հին Հռոմում, քանի որ գրքեր չկային, մարդիկ իրենց գիտելիքներն ամրապնդելու համար ստիպված էին անդադար կրկնել եւ անգիրանել։ հա, Աննան ճիշտ է ասում։ Հին հռոմեացիները համոզված էին, որ նույնիսկ ամենալավ գիտելիքները ժամանակի ընթացքում առանց կրկնելու ուղղակի կանհետանան ու կոչնչանան։ Ահա, էլի բացվեց այս բոտանիկների ակումբը։ Ես ինչ լավ է դեռ կանգնացեք։ Հլա հավաքվեք իրար գլխի նկարեմ։ Ինչի համար տիկին Սվետա։ Որ ձեզնից հետո եկող բնակիչներին ցույց տամ, թե ինչ ոսկի երեխեք էին իմ տանն ապրում։ Ոտեցեք։ Հա բա ոնց աբուլիկ ջան։ Ավայ,